Ողջույն բարեկամներ, չնայած անցած օրը կիրակի էր, բայց լի էր քաղաքական իրադարձություններով եւ պետք է ասեմ կարևոր իրադարձություններով։ Ես իմ երեկոյան եթերի ժամանակ կիրակի օրվա անդրադարձա ռուսական ռոպագանդիստ Սալավյովի սպառնալիքներին հնչեցած Հայաստանի նկատմամբ եւ պետք է ասեմ, որ անցել է 24 ժամ արդեն եւ Հայաստանի Հանրապետությունից պաշտոնական մակարդակի վրա ոչ մի արձագանք չկա, բայց դա փոխարեն Սալավյովին արձագանքել է Պետրոս Ղազարյանը։ Փաստորեն տեղյակ են հայտարարության մասին, բայց որոշել են այդ գործը տալ Պետրոս Ղազարյանին։ Ինձ ուղղակի ուզում է ինձ հետաքրքիր է ուղղակի այդ 44 միլիոն դրամից բացի Պետրոս Ղազարյանը, որ վարձատրվում է իշխանական ռոպագանդան իրականացնելու համար, լրացուցիչ փող է ստանում որպես արտգործնախարար կամ նման սպառնալիքներին հայտարարություններին պատասխանելու համար, թե սա ինքը անում է անվճար։ Բայց մինչև դրան հասնելը ուզում եմ ասել այս դիտողներին, ովքեր տեղյակ չեն այս հայտարարության մասին, հայտարարությունը վերաբերվում էր նրան, որ Սալավյովը շատ մտահոգված է Հայաստանի ապագայով, կարող եք լսել մեկ բա։ Для нас гораздо болезненнее то, что происходит в Армении, чем то, что происходит в Венесуэле. Потеря Армении – вот это гигантская проблема. Դեպոսկով ամբողջը որպեսի չլսենք, ինքն ասում է, որ Հայաստանում իրավիճակը իրեն ավելի մտահոգողաց, քան Վենեսուելայի հետ կապված, երբ որ Հայաստանի կորուստը ինքը շատ ավելի մեծ ու ծանր կորուստ է իրենց համար, քան Վենեսուելայի կորուստը։ Եվ ինչ առաջարկում դրա դիմաց, առաջարկում է, որ քանի որ աշխարհում միջազգային օրենքը չի գործում եւ իրանք էլ հարուստ փորձում են Ուկրաինայում պատերազմի, ինչու Ուկրաինայից բացի այլ տեղեր այդ պատերազմը չկազմակերպել իրենց շահերը պաշտպանելու համար, որովհետև Հայաստանի կորուստը դա կլինի անփոխարինելի կորուստ Ռուսաստանի համար։ Սա շատ մտահոգիչ հայտարարություն է, եթե ոչ որ սպառնալիք, բայց պետք է ասեմ, որ սա առաջի սպառնալիքը չի Հայաստանի նկատմամբ, Ալիևը օրեկան ռեժիմով է սպառնալիքները հնչեցնում եւ Պետրոս Ղազարյանը մենակ լսեց Սալավյովին։ Լավ գոնե լսեց Սալավյովին Պետրոս Ղազարյանը։ Իսկ Ադրբեջանին չի լսում Պետրոս Ղազարյանը, չի լսում ամբողջ ԱԳՆ-ն եւ չի լսում ոչ մեկ։ Եվ այսպես, ինչ են ուզում Հայաստանից։ Երկու երկիր սպառնում են Հայաստանի պատերազմով, եւ Ռուսաստանը փաստորեն, եւ Ադրբեջանը։ Ով է ուզում Հայաստանը ում ձեռքից խլի, այստեղ մեծ հարց է։ Փաստորեն մենք որպես երկրի տերեր ոչ մի դեր չունենք մեր ապագայի հարցում։ Մեր հողի համար փաստորեն կռվում են երկու պետություններ, մեզանից հեռու, Ռուսաստանը եւ Ադրբեջանը։ Ուղղակի հարցը կայանում է նրանում, թե ով ավելի շուտ կգրավի Հայաստանը։ Իսկ Հայաստանը լուր հետևում է, թե ով իրեն ավելի շուտ կգրավի։ Եվ ըստ դրա էլ մտածում է, որ գլխարկը արագ դնի եւ որ դրոշը արագ բարձրացնի վերև։ Թուրքական թե ռուսական։ Եվ այսպես Պետրոս Ղազարյանը, որ անդրադարձել է այս պատահական, չեմ ասում։ Ինչ է գրում։ Սալավյովը շատ վաղուց ռոպագանդիստ չի։ Նա պատերազմը մարդասպանությունը դաժանացնելու կոչանող հանցագործ է։ Ու հիմա, երբ կոչ է անում հարձակվել Հայաստանի վրա, Դանիելը Սաթենիկին Երուսաղեմն է, հա, ու նրա քույր Սանջակ 24 News-ին կոչ է անում դատապարտել Սալավյովին, եւ նրանք դատապարտում են Պետրոսին ու Դանիելին։ Բայց ինչ եք ուզում, 24 News-ը կամ Սաթենիկը պետք է դատապարտեին Սալավյովին։ Այդ դեպքում նույն իրանք սպասում են ձեզ դուք եք դատապարտեք Ալիևին եւ Փաշինյան Նիկոլի կառավարությանը նույն հիմարությունները, նույն սպառնալիքները հնչեցնելու համար։ Ինչ որ է, ուղղակի արձանագրենք, որ Հայաստանում կա գոնե Պետրոս Ղազարյան, որ արձագանքում է Սալավյովին։ Եվ փաստորեն իրանք բաժանել են դաշտը, ինֆորմացիոն դաշտում Պետրոս Ղազարյանը արձագանքում է Սալավյովին, Ալիևին արձագանքում է Սաթիկ Սարյանը։ Երկու պարագայում էլ մենք պետություն չունենք, որը ասենք գոնե հարկ համարի
զսպվածության կոչ անել եւ Ալիևին եւ պետությունին եւ Պուտինին Ռուսաստանին, հա։ Մեղմ եմ ասում զսպվածության կոչ անի, չնայած իր պարտականությունները տարումով ավելի մեծ են։ Եվ այսպես շատ հետաքրքիր բան է կատարվում Իսրայելում մեր հետ կապված։ Եվ այս հոդվածը շատ կարևոր լույս է փռում այն գործողությունների վրա, որոնք կատարվում են այնտեղ։ Եվ այստեղից կարելի է եզրակացություններ անել որոշ հարցերի վերաբերյալ, ինչու է այսպես, նաև ինչու է այսպես։ Եվ այսպես ինչ է ասում Նաթանիել Տրուբկինը, հա, իսրայելցի լրագրող, որը 15 տարի է զբաղվում է լրագրությամբ։ Ինչ ասում նա, որ Հայաստանի դեմ մեծ քարոզ արշավ է գնում, մեծ պրոպագանդիստական արշավ է գնում Իսրայելում եւ Իսրայելի գլխավոր մեդիաները, հիմնական մեդիաները բոլորը իրականացնում են ադրբեջանական փաստորեն քարոզություն եւ Հայաստանին մեղադրում են մի քանի հանցագործությունների մեջ ընդཐུպ նաեւ Հայաստանում հрьяաներին խոսքով լեղացնելու հայկական անտիսեմիտիզմի դրանում նաեւ հայկական սփյուռքի ներգրավվածության որ մի խոսքով հայերը ատում են հрьяաներին հայերը չեն սիրում հрьяաներին եւ արշավը եկեղեցու նկատմամբ լուսաբանվում այսպես հենց հաջողվեց լուծել հարցը եկեղեցու հաջորդը լինելու են հрьяաները այս կարգի քարոզությունը իրականացում ադրբեջանական փողերով Իսրայելում սա պետք է իմանալ Սա պետք է իմանալ էլի, այս նույն բանի մասին ենք խոսում։ Մեր հարցը քննարկումը եւ լուծումը բոլոր տեղերում, բացի Հայաստանից։ Եվ հայկական պետության տերերը, այսօրվա կառավարիչները ոչ մի տեղում, ոչ մի բանում ներգրաված չեն Հայաստան երկիրը պաշտպանելու համար։ Դրա փոխարեն իրենք ընդգրկված են այլ գործողությունների մեջ, որի մասին մենք անպայման կխոսենք։ Ինչով է կարևոր այս հոդվածը ինձ համար, հա, որ Իսրայելը իրականացնում է մի օպերացիա Ադրբեջանի հետ, որը երևի ակնհայտորեն չունի հասարակական այն աջակցությունը, որ նրանց պետք է դա իրականացնելու համար։ Եվ այդ աջակցությունը ապահովելու համար թույլ է տրվում ուղղակի ադրբեջանական շահերից ելնելով, այստեղ ադրբեջանական փողերով հասարակությանը տրամադրել Հայաստանի նկատմամբ, որ այն ինչ որ մենք անելու ենք Հայաստանի հետ, ինչ որ մենք անում ենք, դա պատասխան է նրան, ինչը որ գրվում է այս հոդվածների մեջ։ Իսկ մենք նստած ծառի տակ նկարում ենք, գիտեմ, այն ականջներով կենդանում, ամբողջ ազգով, կառավարությունով եւ այլն։ Սա զուգահեռ մի հետաքրքիր նորություն ձեզ տեղեկացնեմ, որ փաստորեն Հայաստանի այսօրվա դավաճան կառավարությունը, այսպես կոչված, որոշել է, որ ադրբեջանական չասեմ, սխալ բառ Ադրբեջանից Վրաստանով ադրբեջանական բենզինի պիտակի տակ ներգրվող բենզինի փոխարեն Հայաստանը իրենց հումք կարտահանի։ Հումք, որը կարող են օգտագործել ռազմական նպատակներով։ Փաստորեն, սա ներկայացում է Հայաստանին որպես առևտուր։ Այսինքն ինչ է ստացվում։ Հայաստանը մի կողմից փող է տալիս Ադրբեջանին միջնորդ որպես ռուսական կամ վրացական բենզին գնելու համար, վճարում է Ադրբեջանին, մյուս կողմից տալիս է հումք, որից նրանք մեր տված փողով կսարքեն զենք մեր վրա կրակելու համար։ Եվ այս վիժվածքները ներողություն հայերենիս համար եւ այս նեղացինները սա ներկայացնում են հայ մարդուն, որը իր բնույթով ապուշ չի, սրիկա չի, ինչ ասեմ, իդիոտ չի էլի, ինքը հասկանում է ինչոց է, ներկայացնում է որպես առևտուր։ Այսինքն դուք համ հումքն եք տալու, համ փողը, որ նա զենք սարքի։ Միջնեղ պատերազմող երկրները ընդհանրապես ամեն ինչ անում են, որ հակառակ երկրները չկարողանան
իրենց ունեցածը պատճառել, չկարողանան զենք ձեռք բերել, չկարողանան ձեռք բերել են դետալներն ու հումքերը, որոնց կարող են օգտագործել զենք իրենց դեմ։ Իմ ջերուս նույն անում Ադրբեջանը մեր նկատմամբ արդեն վաղուց եւ պահանջում է նույնիսկ այն գնված զենքերը, որոնք Հայաստան ձեռքաբերել, վերադարձնել նախնական տերերին, բայց Հայաստանը ես քեզ փողներ կտամ, հումքներ կտամ, դու զենքը ցարքի, դու պրոբլեմ չունես։ Սանքի ու կրակի ինձ վրա։ Ու դա ներկայացնում է հայ մարդու որպես ցերկել։ Ներկայացնողը սա է, այս փնթին նկարի մեջի, այս ոչնչությունը ու մի ոչնչությունների բանակ սան օրական բարև է տալիս։ Ես իրաց պետք է ասեմ, մի օր եթե զենք ընկավ ձեր գլխին, ձեր ընտանիքի գլխին, ձեր մնացած հարազատների վրա, իմացեք, այդ զենքը սարքվել է ձեր փողով, ձեր տված հումքով։ Իմացեք սա ուղղակի։ Դե հիմա շարունակեք ժպտալ, բարև տալ, հանդուրժել, կծնել։ Եղեք դուք արժանի եք ինչ որ լինելու ասել այդ։ Ով շփվում ասել այդ։ Դրանք առաջ։ Մի այլ հետաքրքիր իրավիճակ Շվեյցարիայում, նայենք։ Տպավորիչ է, չէ՞։ Զորավար միկն անում ես դալիճը։ Սա տիրադավներին միացած Շվեյցարիայի թեմի առաջնորդի պատարակն է, մատուցող դատարկ եկեղեցու։ Այսպես է լինում։ Այսպես է լինում իրական վերաբերմունքը։ Այսպես է լինում իրական հասարակական պարսավանքի ինստիտուտը։ Սա է լինում, երբ որ հասարակությունը ունենում է քաղաքացիական գիտակցություն։ Այսպես պետք է լինի։ Ես երեք որ կարծացել նամակը, որոնցով իրենք մերժում են այս տիրադավին, այսօր սա արդյունքն է։ Ասեցին ու մերժեցին։ Իմ ջելոց տիրադավը որոշել էր, որ ինձ ինչ որ միտեղ տեսա, որ գրել է, որ ինձ պատրաստվում է դատի տա, եթե չհեռացնեմ իմ գրառումը ինչ որ միտեղից, ես չգիտեմ նայում թե չի նայում, բայց փոխանցեք այս պետաֆիլին, հա։ Եթե ես ամեն մի պետաֆիլի սպառնալիքներին ականջալուր լինեի եւ լսեի իրանց, այսօր աշխարհը շատ ավելի վատ վիճակում կլներ, ես էլ չէի հաշվի։ Այնպես որ ինքը ազատ է, գլուխը որ պատին ուզում է թող տա։ Իսկ մենք շարունակենք մեր գործը։ Իսկ դու այն չալենցի բառերով ասած հողմերի նման կկոչես վայրակ քո տերերի, քո տիրադավ միջավայրի հետ։ Կխառնվես նեղի ցեղերին եւ մի խոսքով կգնաս այնտեղ, որտեղ դուք գիտեք ուր են մնում, հա, ձեր նմանները։ Խնդրեմ, իսկ ինչ վերաբերվում է սրա կողմից տարածված այն բանին, որ զրպարտություն է այս ամեն ինչը, ինչ որ էս տարածել է, նամակը, սրան դատապարտելը, այս ձայնագրությունը ցույց է տալի, որ դա բոլորովին զրպարտություն չէր, եւ դա պատահական հայտարարություն չէր, եւ հայտարարության արդյունքն հենց սա է։ Փոխանցեք այս պիտախիլին։ Okay, հիմա գնանք առաջ։ Եվ այսպես ինչով զբաղված այս խառը ժամանակ Հայաստանի կառավարությունը, երբ որ մի կողմից Իսրայելում հակահայկական քարոզ է գնում, մյուս կողմից Ռուսաստանն է մեզ ուզում գրավել, այն մյուս կողմից Ադրբեջանն է մեզ ուզում գրավել եւ միևնույն ժամանակ նեղացիների ոհմակը որոշել է, որ ինքը ներկա պատարակ անցկացնի բոլոր տեղերում առանց կաթողիկոսի, բոյկոտելով կաթողիկոսի հրամանները։ Եվ ինչքան պաշտոնակալված կա, իրաց պետք է աջակցել, որպեսզի ի վերջո քահանա նշանակող անողը դառնա Փաշինյան Նիկոլ։ Ամենայն հայոց կաթողիկոս, նեղացի, պատկերացնեք։ Եվ այսօր փաստորեն Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում հերթական պաշտոնակալվածի հետ Փաշինյան Նիկոլ ասել է կապ չունի քո մասին ինչ ասում կաթողիկոսը դու ես եւ ես գալու եմ քեզ աջակցելու։ Ու սա է եղել պատկերը վերևից։ Խնդրեմ ուղղակի նայեք։ Առանց շապազանցության եմ ասում, դասում կանգնածների 100
տոկոսը կամ 101%-ը, բանկ հենց Փաշինյան Նիկոլին սպասարկող ուժայիններն են, որոնք այս միկրոավտոբուսներով տեսնում եք արդեն ամբողջը կանգնած են տարածքում։ Դուք պատկերացնում եք այդ միկրոավտոբուսներով քանի հոգի եկածում են։ Դուք այդ մի քանի հոգին կամ մի քանի գլուխը, որ դուք տեսնում եք եկեղեցու բակում, այդ հոտը այդ մեքենայից արտուս է։ Որ երթին նշանակում է, որ արդեն ոչ մեկի հետաքրքիր չի։ Նույնիսկ ԿՊԵ-ականներին։ Իհարկե կան այնտեղ երթվյալ իդիոտներ, ասենք Թալինի քաղաքապետի նման եւ այլն։ Նույնիսկ մնացածի մասներ խոսեմ, բայց դրանք մնացել են մի ավտոբուս մարդ, կոպիտ եմ ասում։ Որովհետև եթե այս բոլորին դրսումով կանգնածա կտեղավորեինք մի ավտոբուսի մեջ։ Ճիշտ չեմ ասում, Դանչիկ։ Ասա։ Եվ ամենակարևորը, որ մասիսցիները չուրացան իրենց համանքապետ Դավիթ Համբարձումյանին, որը եւս անօրինաբար ձերբակալվել է Հայրենադավի ձեռքով, բայց դա փոխարեն ուրացան Մասիսի դպրոցի տնօրենները։ Այո, տնօրենները եւ գնացին իրենց հավատարմությունը հայտնելու Փաշինյան Նիկոլին։ Սա գիտեք ինչի՞ց է, որովհետեւ ինչպես Դավիթին են ծառայել ոչ իրենց մասնագիտական որակավորումներ ունենալու համար, այլ հաջողանալու համար, այնպես էլ սրանք ծառայելու են բոլոր նրանց, ովքեր ավելի ուժեղը լինելու, քան Դավիթ կամ Դավիթի նմանները։ Սա է համակարգի տրամաբանությունը։ Այդպես որ այսօր ովքեր ուրախանում են, որ իրենց ծառայող կա, անկախ ամեն ինչից, ուրանալով ամեն ինչը, պետք է վստահ լինեն, որ հենց իրենցից ուժեղ եկա, այդ նույն մարդիկ վազելու են ծառայել իրենց։ Սա թող իրենք բոլորը ականջներին օղանեն։ Դավիթը ոչ առաջինն է, ոչ վերջինն է։ Դա պետք է իմանար, որ իրեն դեմ կռացողները, խոնարհվողները, դա իրեն դեմ չեն կռանում, ուժերի դեմ կռացող են։ Երբ որ գալիս է քեզանից ուժերը, եւ քեզ կարողանում է բանտարկի, խոնարհվելու են նաեւ իրենց առաջ։ Դուք եք ստեղծել այս համակարգը, դուք եք այլասերել այս համակարգը, երկիրը, դուք եք խաղում եք այս պտուղները։ Ցավն է, որ միայն դուք չեք խաղում այս պտուղները։ Մենք բոլորս այդ process-ի մեջ ենք։ Իսկ հիմա լսենք այս կոկորդիլոսին, կոկորդիլոս գալիքին, որ դեռ 7 տարի առաջ պետք է կոկորդիլոսի ֆերմա ստեղծեր։ Ֆերմա, սա կոկորդիլոսի ֆերմա պետք է ստեղծեր իր համայնքում, եւ դա պետք է դառնար պետության առաջատար ճյուղերից մեկը։ Տեսեք ինչ է ասում սա։ Որևէ մեկին ստիպողաբար չես կարող բերել իր կամքին հակառակ մասնակցելու զտայուն ԿՊԵ-ականը, չէ, զտայուն որևէ process-ի։ Դա միանշանակ է կարող եք բոլորին հարցնել։ Իմ մոտ պետի համայնքից որևէ մեկը ստիպողաբար այստեղ չի։ Իվանովիչ Սերբերյամը եկել եմ ստեղ Աբաչը ոչի բանից, ընդ չի թույլատրել որ երկար կայնել սառնում եմ էլի, վիրահատված եմ ես։ Երկար չեմ կարող կանգնեմ։ Ինչ անեմ, հիմա պահանջվել ասենց պետք է գամ որպես աշխատող։ Կոմունալի աշխատող եմ, պահանջվել եմ, մենք եկել ենք։ Վեդի կոմունալում։ Այո։ Վեդի կոմունալում աշխատող Վարդուն հիվանդանոցից բանել ուղարկել են դե։ Գլխականակա, չէ, վերևից նկարվում այն սև կետերը, որերվում է, դրանք այդ գլխականակն է, որոնք պետք է զեկուցեն Փաշինյան Նիկոլին, որ թե ամեն մեկը քանի գլուխանասուն է բերել այս հավաքներին։ Հիմա այս մեկը պատահմամբ եկել է հենց հիվանդանոցից։ Իրեն ասել են էական չի, քեզ կարելի է, չի կարելի, դու վիրահատված ես, թե չէ։ Եկած։ Կոմունալում չի աշխատում, ուզում ես էլի աշխատես, պետք է գնա կռացին դեր։ Ինչ է կարծում։ Այս տրամաբանությամբ եւ այս գործիքակազմով որքան է հնարավոր պետություն պահել բռի մեջ, որտեղ սա պետություն չի կառավարվում, այս պետությունը չի կառավարվում, այս պետությունը պահվում է բռի մեջ այս մեթոդներով։ Եվ որքան երկար է դա հնարավոր ըստ ձեզ։ Ես ուղղակի կասեմ պատմական զուգահեռներ անցկացնելով, այո, մի շրջան հնարավոր է, բայց ոչ միշտ։ Որովհետև ինչպես հուսում է ձեր համայն բանը պրակտիկան
համակարգի։ Հենց հայտնվում ավելի ուժերը, այս նույն մարդիկ սկսում են ծառայել դրանց։ Իսկ այդ ուժերը վաղը կարող է ուրիշը լինի։ Հաստատ։ Հիմա ուժերից ուժերը միշտ լինում է, չէ՞։ Ու դա դուք պետք է հիշեք, որ դուք նախ դուք ուժեղ չեք այդ փնթիները, հիմա ձեզ նայեք ախալը։ Հիմա ձեզ նայեք, էլի։ Ձեզ ամբողջ թիմով կարելի է կանգնացնել, վերևից վար աշխարհի հայոյանքները տալ ու նայել ձեր աչքերին։ Նայել ձեր աչքերը ոնց են բիբերը դողում։ Ու ձեր մեջ չի գտնվի մեկ տղամա, որ հարց տա, իմ սրբություններին ինչի ես հայել, որովհետև բոլորը գիտեն, որ դա ճիշտ է։ Բոլորն ընդունելու են դա որպես իրականություն, որպես արժանի բան։ Դուք մտածում եք լուրջ, ու կարաք sense երկար բռի մեջ պահեք Հայաստանի նման երկիրը։ Չէ, չի լինելու։ Չի լինելու եւ մի այլ պատճառով եւս։ Դուք հազարավոր երեխեք եք սպանել։ Որ սպանված երեխեքի ծնողները, եղբայրներն ու հարազատները նստած սպասում են այդ օրվան, նստած։ Եվ ոչ միայն իրենք։ Նաեւ բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց անձնական ցավն են համանում այդ ամեն ինչը։ Դրանց մեջ եմ նաեւ ես։ Սա ես չեմ ասում չալացած կամ վրեժխնդրությունից ելնելով, չէ։ Ուղղակի հասկանում եմ մի բան, որպեսզի լինի խաղաղություն, պետք է լինի արդարություն, որպեսզի լինի արդարություն, պետք է բոլորը պատասխան տան իրենց արածներին։ Չի լինում խաղաղություն առանց արդարության եւ չի լինում արդարություն առանց հատուցման։ Այնպես որ կոկորդիլոս կարիք եւ բոլորդ դուք պատրաստվեք այդ օրվանը։ Հազարավորները դրան են սպասում։ Հազարավորները։ Կապ Մի քանի քահանաների թվում նաև տիրադարների միանալու հայտարարություն արեց նաև քանաքերի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հայր Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը։ Ոչ մեկ չէ սպասում, ասում են, բա մեր հրաշալի մարդ երկար ժամանակ ինքը դիմադրում էր, բայց հայտարարություն արեց, որ միանում է տիրադարներին։ Եվ ինչը կատարվում դրանից հետո։ Փաստորեն երկիրը մի խմբագրությունից զանգում են, որ հասկանան ոնց եղավ, որ երկար ժամանակ կաթողիկոսին հավատարմություն ունեցած քահանան մեկ է միանգամից միանում է տիրադարներին, հա։ Եվ հայտնում են դու ինչի ես միացել։ Ու հարցում են կարող է խնդիրը նրանում է, որ դու ժամանակին կանտրաբանդայի վրա ես բռնվել, հա, Երուսաղեմ։ Դե անգամից ասում են ուղիղ պատճառին, որովհետև չի կարող լինել մեկը տիրադարների մեջ, որը կոտորվի ուղղակի չունենալով այն կապրամանների նկատմամբ, որը ներկայացում է ասում ԱԱՑ-ը։ Իսկ ԱԱՑ-ն գիտի բոլորի մասին ամեն ինչ։ Որտե սա փոքր համայնք է։ Ինքը չի 15 թվին էս դեպքը գրանցել, դեպքը գրանցված է եղել։ Ուղղակի կանչել է հարց ու փորձ անում, ասեք ելով կա, ում վրա ինչ կա, պատմեք, արագ գնում են, հա, էսի է Տեր Ղևոնդ, գնացեք հետևից։ Ասեք էս հարցերը քո մասին հիշող կա։ Ուրեմն Տեր Ղևոնդն էլ ասում է, լավ, եթե դուք սա մասին հիշում եք, ուրեմն այո, ես էլ եմ արդեն ների հետևորդ եւ այդ մասին հայտարարություն տարածեն։ Եվ ինչ է ասում երկիրայեմին ի պատասխան կապրամատի վերաբերյալ, ասում ոչ։ Դա սուտ է, ես չեմ եղել։ Ես ընդեր եմ եղել, բայց դա իմը չի եղել։ Դա իմ հետի այլ սարկավագին է։ Փաստորեն։ Հա։ Հետաքրքիր ասում է, բարի, լավ, բայց ինչպես ասում են առանց սուղ կրակ չի լինում, չէ։ Դա ով արել է, ասում եմ, իմ ձեռքի տակ սարկավագն է եղել 15 թվականին, հա։ Ես net կապ չունեմ էլ։ Հարցում է Տեր հայր, միգուցե կարգապահական հանձնաժողովում քննված գործն է պատճառը հանդիսացել, որ այսօր թիկունքով շրջվել եք մայրաթողին, նաև կարգապահական գործ կա։ Ես ոչ մեկին ասում եմ թիկունքով չեմ շրջվել։ Ինքը միանում է ներին, բայց ասում է ես ճիշտ եմ նայացել եմ ներին, բայց թիկունքով չեմ շրջվել, վախնում է այդ բառից, էլի։ Ասում է իսկ ինչու եք նեղացած մայրաթողից գահակալից եւ մայր եկեղեցուց, ինչու։
Դե ասում ես նեղացած չեմ ոչ եկեղեցուց, ոչ էլ մայրաթորից, ոչ էլ գահակալից։ Սմից գուցե իրավապահ մարմինների կողմից կամպրոմատներ կան ձեր վրա, որ ոչ նեղացած ես, ոչ պրոբլեմ ունես, բայց միանում ես ներին, հա, որ դիմել է կարգալին։ Չէ, ասում է, կոմպրոմատը չկա, սա իմ անձնական բանն է, որոշումն է։ Բա մոտիվացիադ որն է, նեղացած չես, կամպրոմատ չկա վրեդ, հա, դու գոհ ես ամեն ինչից, բայց միանում ես ներին։ Չի բռնում, չէ, ինչ-որ բան։ Ասում են, իսկ ի՞նչն է հիմք հանդիսացել, հա։ Ձեր որոշման համար մեր բազմա հազար լսարանը սպասում է, ուզում հասկանալ այդ պատճառը։ Եկեղեցում գոյություն ունեցող խնդիրները տարիներ շարունակ լուծում չեն գտնում։ Լուրջ ու այդ լուծումը տալու է Կճոյանը, հա, թե Վազգենը Միրզախանյան։ Բոլոր քահանաների կանանց դոմփելով վերդելու է Վազգենը բանը տա, հա, լուծումը տա, լուծում չեն գտնում։ Ինչի լուծումն է չեն գտնում, որ Կճոյանն ու Վազգենը կամ մնացած արվամոլները լուծումները տալու են։ Որ խնդրի մասն է խոսքը։ Բազում են, մեկը մյուսից բխող խնդիրներ են, միայն այն, որ այսօր եկեղեցին չի կառավարվում սահմանադրությամբ, լսեք։ Որովհետև սահմանադրություն չունի։ 30 տարի շարունակ չի ընդունվել սահմանադրությունը։ Ասում եմ, բայց ասում եմ, կներեք, ասում եմ, սահմանադրությամբ կարգավորվում է պետություն եկեղեցի հարաբերությունները։ Եկեղեցին 200 տարվա բան ունի, կանոնակարգ ունի, որով դրանով է կարգավորում։ Դե դրանք տարբեր ժամանակներում գրված կանոններ են, ասում եմ։ Ասում եմ, հիմա ձեր պահանջը ո՞րն է։ Իմ պահանջը ես ուղղակի միացել եմ իմ առաջնորդին, նկատի ունի Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանին։ Պատկերացնեք։ Ինքը ոչ մի խնդիր չունի, ինքը ուղղակի միացել է իր առաջնորդին։ Ինչ է ստացվում։ Փաստորեն, եթե դա կարելի է համատարած բաժանել, ասենք, որ թեմի առաջնորդը դուրս եկավ եկեղեցու դեմ, ուրեմն բոլոր աշխատողները անկախ նրանից իրանք պատճառ ունեն, նեղացած են, նեղացած չեն, իրենց վրա կամպրոմատ կա, ըստ լոգիկայի պետք է դուրս գա։ Ասում եմ, ձեր առաջնորդը ասում է, Նավասարդ Կճոյանին մեղադրում են օֆշորային գոտուներին փողի լեվացման մեջ, այլ մեղքերի մեջ։ Ասում եմ, դուք այսօր կանգնել եք այդ իրադարձ տասնյակի կողքին, որոնցից յուրաքանչյուրը մեծ մեղքեր են վերագրվում։ Ես կանգնել եմ իմ անմիջական առաջնորդի գրողին, թե ինքը հանցագործ չի։ Յուսա անհեթեթ մանկամիտ պատճառաբանությունը մենակ ոչ ասի մի բան։ Այո, ես կամպրոմատների տակ կոտրվել եմ, բայց չէ որ մենք այդ ամեն ինչը գիտենք։ Ինչ պետք է անեինք քեզ հետին թվով դատելու էի կոնտրաբանդայի համար, հա։ Ասում ես, եթե ձեր առաջնորդը կարգալույց արվի այդ դեպքում ձեր հետագա ընթացքը ինչպես է լինելու, էլի համարելու եք առաջնորդ, եթեով չի լինում, ասում եմ։ Այդ դեպքում ես կաթողիկոսին առաջարկում եմ, քանի դեռ մնացած 9 կարգալույց արված չեն, վտանգ կա, որ դրանց հետ համագործակցած եւ մանր-մունր մեղքերի տակ կքած քահանաները կփչանան եւ կդառնան ների զավակ, ների հետևորդներ։ Ուստի այդ քահանաներին փրկելու համար Շակերտան եմ ասում, փրկելը կաթողիկոսը պարտավոր է ուղղակի մեկ հատվածով կարգալույց անի բոլորին, որ ցանկացած մեկի մտքով որ անցնի հանկարծ միանալ դրանց, բացի այդ գոյություն ունեցող մեղքերը, իմանան, որ իրանք միանում են մեկին, որ ըստ կարգի արդեն կարգալույց եղած է։ Ինքը արդեն օրինական քահանա կամ եպիսկոպոս չի։ Ու ես չեմ հասկանում Գարեգին ինչու է հապաղում։ Ես ուղղակի չեմ հասկանում դրանցին։ Մեկ այլ Մակարյան նյուզի տեղեկություններով Չադրանցավանի եկեղեցի հոգևոր հովիվ մինչ այս Փաշինյանի դեմ միտինգների մասնակից վերապարին աջակցող Տեր Համազած քահանա Ակելյան ճշունների տուրք տալով անցել է Նիկոլ Փաշինյանի կողմը։ Սավարել են աշխատել, հա, պաստորեն ԱԱՑ-ն գնացել Չադրանցավան, աշխատանք է տարել, մասնավորապես վարնացել են, որ եթե չմիանա, իր համար վատ հետևանքներ կունենա, ինչից հետո Համազած Հագեյանը տնվելով ճնշումներին միացել է իրադարձների խմբին։
կին։ Աշխարհը մեր դեմ ապաստորել։ Ալիևը Երուսաղեմում է մեր դեմ աշխատում, մեր ԱԱԾ-ն մեր դեմ աշխատում, Ռուսաստանը մեր դեմ աշխատում, ամեն ինչ մեր դեմ է։ Բա ով է մեր բարեկամը։ Փաստորեն համել մենք ենք մեր դեմ։ Ինչ ասենք, փող են տալի դրա համար։ Աննորմալ վիճակ է ստացվում։ Աննորմալ ու անելանելի։ Առաջին հայացքից։ Բայց ամեն ինչին հարցի լուծում կա։ Մենակ են հանգամանքը, որ հնարավոր է ասել ու իրականացնել, սա հայտարարել ու իրականացնել նշանակում է ինչքան էլ անելանելի թվա իրավիճակը, երբ մարդ արժանապատվություն ունի եւ հասկանում է իր ներկայության արժեքը, իր խոսքի արժեքը, աշխարհը սկսում է պատտվել այդ մարդկանց շուրջը։ Այդ մարդիկ են դառնում օրակարգ թելադրող։ Եվ տիրադավները, ասենց անտեշան նման մնում են մենակ։ Ինչպես է Սուրբ Փաշինյան Նիկոլն է մնացել, անտեշան նման, մենակ։ Նայ։ Պատահական չեմ ասում։ Պես է։ Հիշեք մեկ ամիս առաջվա հավաքները 1200 հոգի առաջին օրով հավաքել էր Օհանավանքում։ Այսօր ասում եմ, ինչ որ տեսնում եք, այդ աղբն է, այն ավտոբուսներով վերած, միկրոավտոբուսներով վերած, ընդ իրայդեվով շարած, այդ աղբն է։ Մասնագիտության ոստիկաններ, ԱԱԾ ծառայողներ եւ այլն։ Սա է։ Մի ավտոբուս մարդ չէ։ Մի ավտոբուս հոտ։ Քանի որ իրավական իմաստով ճնշումները շատ են քահանաների վրա, իրավապաշտպանները պատրաստական են օգնելու քահանաներին, որոնց վրա ճնշումներ են գործադրում հայ ոստիկանները։ Շնորհակալ եմ ես իրավապաշտպաններին եւ ես հետ նաեւ խորհուրդ կտայի ակնկալում եմ, ես խորհուրդ չեմ ուզում տամ կաթողիկոսին, ակնկալում եմ, որ ինքը օգնի ես իրավապաշտպաններին եւ կարգալույծ անի բոլոր տիրադավներին։ Կարգալույծ, որ իրավաբանների աշխատանքը ավելի արդյունավետ լինի, իրանք ավելի ուժեղ լինեն իրենց դիրքերում։ Թե չէ ստացվում է, որ ցանկացած մեկով ենթարկում է իր շեֆին, իր շեֆը օրինական է։ Ասենք Կաճոյան, Միրզախանյանը կամ չգիտեմ Հովնանը, այս ինչքան էս ալվամոլ բան կա, սրանք էս պիդաֆիլները, փաստորեն իրանք օրինական են, հլմնում են, ինչի։ Հանեք, որ էս 5 գլադիատորի գործերն էլ ավելի հեշտ լինի եւ ավելի արդյունավետ լինի։ Ժողովուրդն կհասկանա մի բան, որ կաթողիկոսը ասեց ու արեց։ Նա չի կնկնում, նա ուղղակի սկզբունքային մարդ է։ Դες սպասում ենք։ Իսկ Ավամիրի մարզպետը հաշվետվություն է ներկայացնում իրենց կայքում, հաշվետվություն, որ տեսեք քանի գլուխ ենք վերել։ Ալվամիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը եւ խորհրդական Ակբակ Եղիազարյանը մեծամոլ համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանի մարզային համայնքի իշխանությունների ներկայացուցիչների հետ այսօր Այգեշապի Սուրբ Գևորգ եկեղեցու մասնակցել է Սուրբ եւ անմահ պատարագի։ Մի ամբողջ զեկույց, թե իրանք ինչ են արել Փաշինյան Նիկոլի համար։ Ուղղակի իմ այս տխմանները պետք է նաեւ պատասխանեն, թե աշխատանքային օրով, աշխատանքային ժամին կամ ոչ աշխատանքային ժամին, պետական ռեսուրսներով, մեքենաներով, ծառայական եւ այլն։ Դուք ինչ գործ ունեիք։ Ինչ գործ ունեիք այնտեղ։ Դուք ինչ իրավունքով եք։ Դա պետական ռեսուրսները մսխում այդ միջոցառումների վրա։ Ով ասես այդ իրավունքները տվել։ Այսինքն եք հասկանում, քանի որ Հայաստանը դա իրավական պետություն չի, իսկ Նիկոլա Մերս քարոզիչները դրանք մարդ չեն, ինչ ասեմ, ազնիվ չեն։ Իրանք թքած ունեն այս ամեն ինչի վրա, իրենց համար իրենց օրվա հացն աշխատեցին, կեղծելով, կիսաճշմարտություններով, խաբելով, ստորանալով, դրանով իսկ երկիրը տանելով կործանման։
Աշկփակենք լինես ամեն ինչը։ Բայց չէ՞ որ սա մնում արխիվներում։ Սա մնում արխիվներում եւ չի բացառում, որ մի օր այս հաշիվը ձեզ ներկայացվի, որովհետեւ ես ձեզ պետք է ասեմ։ Բազմաթիվ են դեպքերը Եվրոպայում, Ճապոնիայում, երբ որ բացահայտվել է, որ մի չինովնիկ ոչ աշխատանքային օրով օգտագործել է աշխատանքային նպատակներով իրեն տրամադրված գույքը, որպեսզի խուսափեն քրեական հետևանքներից։ Ուղղակի իրենք հրաժարական են։ Սա նորմալ պրակտիկա է քաղաքագիր մարդկանց համար։ Իսկ հոտի գլխականակով ապրող հոտի տրամաբանությամբ գործող այս կենթաներին դա հասու չի, բայց դա չի նշանակում, որ դա իրավական տեսակետից դա հետապնդվող չի։ Անկախ նրանից դուք հասկանում եք ինչ եք արել, թե չէ, սա իրավական տեսակետից հետապնդվող է։ Եվ այսպիսի մի հետաքրքիր բան են առաջարկում Թերեզա Մխիթարյանը, ուզում եմ փաղումներ անեմ, որ իմանաք ում մասին է խոսքը։ Ասում է երևի Տիրադավ քահանաներն Աստվածաշնչի տեղը արդեն օգտագործում են Նիկոլ Փաշինյանի գրած գիրքը։ Հա։ Ու շատ տեղին է ասված, շատ կրեատիվ է ասված, շատ հետաքրքիր է ասված, հա։ Շատ։ Ես կարծում եմ, որ այո, օրը գալու է, երբ որ իրենց ձեռքի ավետարանին կփոխարինի հենց այս գիրքը, որտեղ իրեն կարդալու են, ասենք Փաշինյան Նիկոլը ոնց է զմայլվում երիտասարդ տղայի մարմնով, հա, ոնց է զգում իր մարմնի թրթիռը առաջի շփումից հետո, մի խոսքով այն ամեն ինչը պեդոֆիլիան, որ գտած է գրել, ոնց է զղանում արձանների վրա եւ այլն։ Ոնց է սկսում բոզանալ, եւ եկեք այս բաժակով էլ խմենք բոլոր բոզերի կենացեն։ Սա լրիվ իրաց մասին է, լրիվ։ Խոսքերն ավելորդ են ստարել։ Երևի դուք հիշում եք այն Դահուկա հարի պատմությունը, որը կրծքի վրայից, շապիկի վրայից ջնջել էր Ադրբեջանը բառը բռնությունների ժամանակ, որը հետո կանչվել էր խորհուրդ կազմկոմիտե եւ նրանց պահանջել էին պատասխան, թե ինչու է դա արել, դա ինքը պատասխանել էր։ Պարզվում է Հայաստանի Հանրապետությունում են այս մարդուց եւ ֆեդերացիայից պատասխան պահանջել, հա, պատասխան ուղղակի։ Եվ այսպես Հայաստանի Դահուկայի սպորտի ֆեդերացիա հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Սարգսյանից պահանջել են, հարգելի պարոն Սարգսյան, Իտալիայում կայացած դահուկավազքի Tour de Sky մրցաշարի ընթացքում բազաշապիկի վրա Ադրբեջան գրառումը փոխելու վերաբերյալ խնդրում եմ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության ներկայացնել պարզաբանում, թե ինչի եք դա արել։ Սա գրում է նախարարի տեղակալ, անազգանուր կենթանի սպորտիկներ։ Որտեղ սա պետք է չէ պատասխան տա մի օր։ Հա, Հասմիկ Ավագյան։ Հասմիկ Ավագյանը փաստորեն հաշիվ է պահանջում ֆեդերացիայի նախագահի, թե ինչու եք փակել Ադրբեջանը բառաններից, որին ի պատասխան գալիս է հայերեն, հարգելի Տիկին Սարգսյան, տեղեկացնում ենք, որ ձեր կողմից նշված Tour de Sky պարզապես մրցաշար չէ այլ դահուկավազքի աշխարհի գավաթային փուլերից մեկը, ինչպես նաև Ադրբեջան գրառումը եղել է ոչ թե մարզաշապիկի, այլ մրցումային համարի վրա եւ 100-րդ քայլը առավել քան պարզ է եւ կարծում ենք, որ չունի պարզաբանման կարիք։ Սա կոչվում է հայերեն պորտատեղադրում, օրինակ ֆեդերացիայի համար կարծում եմ, որ պարզ է սա եւ պարզաբանման կարիք չունի, մինչդեռ կրթության եւ գիտության նախարարության փոխնախարարի համար դա պարզ չի։ Երանի թե բոլոր չասեմ մարդիկ էլի, բոլոր գործիչները, ովքեր ներկայացնում են պետությունը, ովքեր շփվում են այս կառավարության հետ, սենց ողնաշար ունենային։ Սա ողնաշարի առկայության հարց է։ Սա արժանապատվության, սա առանցքն է, գիտեք, այդ ողնաշարը մենք բան ենք ասում, չէ, պատկերավոր ենք ասում, սա ուղղակի այդ ողերը չի։ Սա այդ առանցքն է,
Եթե մարդ այդ առանցք ունի, կարողանում ասենց պատասխան տա։ Որ այս հարցը բարձաբանման կարիք պիտի ոչ չունենալ։ Եթե ձեր մոտ այդպես հարց առաջացել, նշանակում է ձեր մոտ ինչ-որ մի բան փչացել է, չի աշխատում։ Դա արդեն ձեր խնդիրն է, մեր խնդիրը չի։ Երանի թե այս կարգի, այս որակի, ողնաշարով, առանցքով, հայ մարդիկ շատ ունենային մեր պետության մեջ։ Օրինակ, ինչպես ցույց տվեցի, չէ՞, Շվեյցարիայի հայկական համայնքը։ Բրավ։ Երանի թե մենք տենց շատ ունենայինք, էլի։ Ու անկեղծ եմ ասում, իմ հույսը հենց այդ շերտն է, իմ հույսը Ֆրանսիան չի, Ամերիկան չի, Իսրայելը չի, Մոսկվան չի, ոչ մեկ հենց այս որակն է, որի փնտրտուքի եւ զարգացմանն է ուղղված իմ գործունեությունը, ես կարծում եմ նաեւ ձեր։ Ոստի խնդրում եմ անպայման տարածել, որ այս բոլոր մեսիջները հասանելի լինի։ Որ իմանան, որ ստեղ մի խումբ մարդիկ կան, որ ես են պահանջում։ Ու մենք գտնենք մեր նմաններին։ Մեր նպատակը մեծ չի։ Ասում մեր նպատակը մեծ է, փաստացի իրականում, բայց անհնարին չի, ես ինչը սուպեր բան չի։ Մեր նպատակը այս մարդկանց գտնելն է, իրանց մասին իմանալն է, իրանց մեր մասին տեղեկացնելն է ու իրարով հզորանալ ու ուժեղանալն է, ոգեշնչվելն է, գոտե պնդվելն է, սա է։ Ու սա կարող ենք անել բացառապես մենք իրար հետ, իրար համար, տարածելով, օգնելով, խոսելով, զրուցելով, ներկայացնելով եւ այլն։ Իմ ընկերներից մեկը գրեց առաքիչ աշխատ։ Ընկեր մանկության ընկերը։ Ասել է գրեց, ասում այսօր Գեղարքունիքի գյուղերից մեկում առաքում, եկել տեսա, որ խանութի մեջ մի երիտասարդ հեռախոսով բանը նայում, ասում է, ինչ ծանոթ ձեն էր։ Եվ ես նկատեցի, լսեցի քո ձայնը, երիտասարդ տղա, գյուղացի ինչ-որ, նստած քեզ է նայում, ասում ես մոտեցա, ես նայեցի, տեսա դու ես, ասեցի ով է, ասում ոնց որ Վարդան Հակոբյանն է, չեք լսում։ Ասում ժպտացի, ասեցի ոչ չէ, մանկությանս ընկերն է։ Ինքն էլ ուրախացել, էլ ուրախացել։ Իմ համար դա ոչ թե էգոյի շոյման process է, չէ, այլ ստատիստիկա։ Ասենք, այս գյուղում գոնե ինչ որ մի քանի հոգի առնվազն, եթե երիտասարդը նայում է, նշանակում է այլիք։ Որ տեղեկացված են, ոչ թե իմ այդ համաձայններն ինձ սիրում են, չէ, սա էգոյի մասին չի, որ տեղեկացված են։ Չէ՞ որ ես ասում եմ բառեր, ես ասում եմ բաներ, որ ոչ բոլորն են համամիտ իմ հետ։ Դու դա չի իմ խնդիրը։ Ես տեղեկությունն եմ տալիս, ես մեր նմաններին եմ գտնում, թեկուզ մենք իրական անհամաձայն լինենք, բայց նույն բանը ուզենանք եւ նույն ուղղությամբ գնանք, կարևոր բաների շուրջ համաձայնություն ունենալով։ Այնպես որ այս ուրախ այս բանը միանգամից իմ ուսը ժպիտ բերեց։ Մեկ մարդ, բայց շատ կարևոր տեղ ու շատ կարևոր պահի։ Ուզածեսից է կախպես։ Մենակ առաջ։ Ուզում սա լսեք։ Այս ընկերները սա են ազատ գյուղի զորամասի սպանված եւ վարված զինվորների ծնողներն են, արդեն երրորդ տարին է։ Սա լսեք։ Ու հարց երկրորդ դատախազին ոնց էլա որ երեխեքի մարմինները սա նորմալ էր, չեմ ասում վարված չէր, բայց գլխները գոյություն չուներ։ Պատկերացնում եք, մարմինը եղել, երեխեքի գլուխները չի եղել։ Ով է հրամանտրել, որ վառեն մեր երեխեքի գլխները, ինչ իրավունքով։ Այս մարդիկ իրանց երեխու մասին են խոսում, երեխեքին վառել են ու գլուխներն են վառել։ Մենք պահանջում ենք, պահանջելու ենք, մինչև վերջ էթալու ենք, մինչև արտաշիրիմում, նմուշների կրկնակի հետազոտում արտերկրում։ Ոչ մեկ հույս չունենա, որ սենց իրանց աչ ու ձախ մեզի տանելով, կարան մեզի թուլացնեն, կարան այդ մեզի հետ կանցեն այս ճամփից։ Այսինքն բոլորը դեպքում միայն գլուխն է մորցած։ Լրիվ գլուխները, բոլորին գլուխները։ Մարմիններ, մարդու կարող, բավարար չէ։ Խելացի գլուխ, այդ երեխեք, այդ 15 երեխեքը տաղանդ էին։ Դրանք նարոշի վարել են երեխեկուն։
Բանից բուն իմաստով ես ասեմ, որովհետև 12:30-ի դրությամբ իմ տղան 12:30 դրությամբ խոսացել է իր անգերու հետ։ Ժամ են նշում 12:30-ից 12:40-ի սահմաններում է հրդեհ բռնկվել։ Այդ 10 րոպեվա մեջ այդ ինչ եղավ, այդ երեխեն ոնց այդպես քնա, որ չկարողացավ զարթել։ Կա 15-ից 20 րոպեվա ընթացքում ասեք ձեն տվեցիք, չելան լավ, չելան մնացեք վարվեք, այդ է նշանակում։ Հաթաթ երեխեքին կարելի էր ընդեղից հանել, բոլորին կարելի էր հանել։ Գնայիք խփեիք, հաշեիք, գցեիք կրավատներից անեիք։ Ոնց իրանք են փնթին, դեց իրաց արած աշխատանքն է փնթի։ Ծնող իրա վիշտն իրա սուքը թողած, այսօր ամեն ինչ թողած գնացա դեպքի վայրը ուսումնասիրում նստել են քննարկում են թե ինչը հազար բան են անում։ Ոչ մի բան իրաց պետք չէ այդտեղից։ Այդտեղից բան պետք չէր ուսումնասիրել։ Փնթի են, փնթից բետար ափսոս այդ պաշտոնները որ նմանատիպ Փնթի չեն Արազատ ջան։ Իրենք հանցագործ են։ Ինչ փնթի։ Հանցագործը դիտավորյալ կայացված իրականացված հանցագործությունը առաջին օրվանից եմ ասել երեխեքին սպանել են, թունավորել են, ինչ որ է, հետո են վառել։ Ոչ մի քնած մարդ որ վառվում է, չի սպասում մինչև վերջ վառվի։ Դա բնությունը հակառակը մարդիկ սկսում են դա ինստինկտ է, դա բանաշխատում ասում են իրանց փրկել, տեղից աղտնալ, քնածները ոչ մեկ չի սպասում մինչև առիվի վերջանա։ Դա փնտրություն չի, դա դիտավորյալ կայացած իրականացած հանցագործություն է։ գրավ է։ Մենակ աթորի կռիվ անեն, աթորի կռիվով չէ, աթորի կռիվ ինչի համար է։ Որ հասարակ քաղաքացիների իրան մեքենաներով վերեկով անցնեն, բանակ են պահում, սենց են բանակ պահում։ 28 քառակուսի մեջ 22 զինվոր են պահում։ Իրաց պետք չեն մեր երեխեքը մեզ պետք են չեն տանը վառում։ 18 տարի այդ երեխեքի պահի մեծացրեք հայլել եք այդ երեխեքի հետ։ Տանը վառում են լուսքին տալտակը վառում են, իրանք վառին թե թուրքը վառես, թե հայ թուրքը վառես։ Ու ձեռները ծալեք վեր են ընկե ոչ մեկ չի բարի աճը մի բան անի, մի բան բացահայտի, մենք մտել ենք անկայնեք ստեղ։ Թո ելը շարժվեն տենան ինչ եղավ, երբեք մտնելով չհասնի որ այսպես մնալու է էսի, մի քանի հոգու շանս հատակ կանենք ամենավերջում այդ ճաճ։ Գևորգ Պապոյանը ասեցի, սա քեզ է ասում։ Նաև քեզ։ Ուսած հազարավորներն են։ Ուսած հազարավորներն են, հարցերը կա պատասխանալն են։ Այս ժամկետ չունի մարդկանց, որ կբոլբոքվեն, հանգիստ խոսան, չէ՞ որ ես ում չեմ գոռում։ Ես բառ ասում ես հարցերին պետք է պատասխան տաք։ Ու դուք վախեցեք ոչ թե գոռացողից, վախեցեք չգոռացողից, այն լուր սպասողից։ Որտեղ գոռացողը շատ ժամանակ կարող է ինքը իր էմոցիաները սպառի ու դրանով բավարարվի։ Վախեցեք լուր սպասողից։ Դրանք կան։ Ես չեմ ուզում ձեր տրամադրությունը գցեմ, բայց պետք է ասեմ կան։ Հազարներով են կան։ Սրանք էլ կան։ Սրանք էլ իրենց բաժինն են ստանալու։ Սրանք էլ կան։ Ոչ մի բան անհետևանք չի անցնելու։ Իսկ հիմա ուզում լսեք այս տեսանյութը։ Մենք սա մասին խոսացել ենք, բայց էլ եմ ուզում խոսենք։ Հիմա մի հատված կկարդամ, ոչ մի լրագրող այդպես էլ չհասցրեց, թե ճիշտ է, որ Սև լճի տարածքում հայ զինվորները իրենց դիրքերը բարձրանալիս քամիչներից ուղղում նվաստանում են Ադրբեջանի զինվորի մոտ ու փաստացի պատանդարված են։ Ես մի փոքր հատված եմ կարդում եւ գրառման տակ, Սամվելի գրառման տակ ուրեմն մի օգտատեր գրել է հետեւյալը. Եթե հարցնեին էլ մեկը Նիկոլայը կմանիպուլացներ ու կհամոզեր, որ այդպես ճիշտ է, իսկ եթե որևէ մեկը կասկածում, ասեմ, որ ես անձամբ եմ եղել Սև լճի մարտական դիրքերում, ցավոք սրտի, այո, այդպես է։ Ինչ է ստացվում։ Սև լճի մարտական դիրքեր։ Հայ զինվորը բարձանում է ադրբեջանցի թրու տակով։ Ադրբեջանցին կաննասում է նրան ստուգում է։ Եթե պետք է զինաթափում է, կամ թողում է, կամ չի թողում։ Պատկերացնում եք։ Հայ զինվորը գնում է իր դիրքը պայի, ադրբեջանցին է ստուգում։ Ազիկները ոտքից գլուխ շմոն են անում մեզ ու նոր կամ թողում կամ ոչ։ Ուրեմն այն պետությունը, որը չի գնահատում իր զինվորի կյանքը, իր զինվորի առողջությունը, որը թքած ունի զինվորի արժանապատվության վրա, ուղղակի
ապրիորի թքած ունի կամ ժամանակակից հայերենով ասած դեմից թքած ունի զինվորի աֆիցերի արժանապատվության վրա։ Մենակ ժողովուրդ չի։ Բոլոր մեդիաները, որոնք լրում են սրա մասին, բոլոր են խոսացող գլուխները, որոնք սա թողած խոսում են ինչ-որ ձեռքբերումների մասին, խաղաղության մասին, Փաշինյան Նիկոլի նման հանցագործին, ցեղասպանին ներկայացնում են ոչ ցեղասպան եւ ոչ հանցագործ, իրենք էլ են հանցագործ։ Այսինքն քանի դեպք կտենց ասեմ, որ մեկն ասենք, մենք ամենօր դրա մասին ենք խոսում, չէ՞։ Եվ այդ մարդիկ պետքա մնան այն կարգավիճակում, ինչ կարգավիճակում մնացել է Շվեյցարիայի թեմի առաջնորդը։ Եթե մենք կարողանանք բոլոր տեղերում այսքան արժանապատիվ ու կազմակերպված լինել, ինչքան Շվեյցարիայում, այդ համայնքն է։ Հասկացեք, ները կմնան մենակ, իսկ ները ամենաշատ գիտեք ինչ ծավախենում, ների հետևորդները մենակ մնալուց։ Ամենաշատը, որտեղ դրանք միավորվում են մենակ չմնալու համար։ Դրանք միավորվում են վախից։ Իսկ հենց հասկանան, որ իրենք այս վիճակում են հայտնվելու, չեն այն։ Ես վստահ եմ, այս պեդաֆիլը ինքը, եթե իմանա սա է սպառնում, ոչ մի պարագայում ինքը դա չէր գնա։ Որովհետև հենց հիմա, հայրեն ասած նախդով, ինքը կորցրեց իր հացը։ Նիսիայով հետո Նիկոլ Փաշինյանից ինչ է ստանալու կամ չի ստանալու, կամ կստանա երբևէ թե չէ, դա դեռ մեծ հարց է։ Բայց հենց հիմա փաստ որպես ինքը կորցրեց ամբողջ։ Իսկ դուք պետք է վստահ իմանաք սրանք փողի համար հոգիներն են վաճառել։ Հոգիները։ Այնպես որ այն ինչ որ կատարվում է մեր շուրջ, մասամբ դա պատասխանատուն մենք ենք, որ չենք կարողանում այս սրիկաներին այսենց, այս քարոզիչներին այսենց վիճակի մեջ դնել։ Այսենց աջակիցներին այսպես վիճակի մեջ դնել։ Հանդուրժում ենք, լոյալ ենք, անտարբեր ենք, ուրեմն իրավունք չունենք պետություն ունենալ, ու իրավունք չունենք ու չենք կարող։ Պետությունը այդ ազգը չի կարող նաև գնահատել հողը։ Բացառված բան է։ Արդեն երրորդ ամիսն է, հարգելի բարեկամներ, խոսում է այս թեմաներից։ Երրորդ ամիսն է, եւ սա ասեմ հանցագործություն է, երևի քիչ է։ Ինչ է։ Ես ուզում եմ այս զուգահեռների մասին խոսեմ, Իսմա Շմավոն Ավետիսյանն արել շատ գրագետ արված մամապարման ձեր կիսեն։ Ինչ տարբերություն հայերի եւ հրեաների մեջ եւ ինչու՞մն է մեր ձեռքբերումների տարբերությունը։ Իսրայելը կառուցվել է որպես պետություն ուժի անվտանգության եւ ազգային կամքի շուրջ։ Ուժ, անվտանգություն, ազգային կամքի գաղափարի շուրջ։ Հայաստանը երկար ժամանակ գոյատևել է որպես ինքնուրույն առանց պետական կամքի։ Իսրայելը ունի սեփական օրակարգ եւ ստիպում է աշխարհին հաշվի նստել իր հետ, իսկ ասեի ավելին, աշխարհին ստիպում է շարժվել իր օրակարգով։ Հայաստանը հարմարվել է արտաքին օրակարգերի, ռուսական, թուրքական, արևմտյան, էական չի, որտեղ ինքը օրակարգ չունի։ Իր օրակարգը, ինչ որ է իրականացնում, դա է։ Ես միշտ ասել եմ, չէ՞, այս խոսակցությունները, հիմարաբանությունները, որ կա, դա օրակարգի բացակայության արդյունք։ Իսրայելի դաշնակիցները գործում են նրա շահերից ելնելով, որովհետև նա անփոխարինելի է։ Հայաստանի դաշնակիցները գործում են իրենց շահերից ելնելով, որովհետև Հայաստանը փոխարինի։ Հրեական սփյուռքը շարունակությունն է, հայկական սփյուռքը հիշողության պահապանը։ Այսինքն հրեական սփյուռքը այդ պետության շարունակությունն է, գիտեք ինչի, որովհետև հրեական սփյուռքը այդ պետության ամեն ինչի մեջ մասնակցություն ունի, իրեն չեն ասում, հոպ, դու սփյուռքից ես ձենդ կդի դու նույնիսկ ընտրություններին չես կարող մասնակցել, կարծիք միացնի, տակ տեղից է գալի։ Իսկ հայկական սփյուռքին վերածել են ընդամենը մի հատ հիշողություն պահող կրիչ, մարմին։ Հրեական հավատքը պաշտպանում է կյանքը եւ ուժը։ Հայկական քրիստոնեական մտածողությունը սրբացրել է տառապանքը։
Դա ճշմարտություն կա։ Իսրայելում կրոնը ծառայում է պետությանը, Հայաստանում եկեղեցին հաճախ փոխարինել է պետությանը։ Ու Հայաստանում եկեղեցին չի ծառայում պետությանը, եւ չէ ծառայ, նա առանցին։ Պետություն կլինի, չի լինի, չլինի ավելի լավ։ Իսրայելը ասում է այլևս երբեք եւ զինվում է։ Հայաստանն ասում է հիշենք եւ սպասում է։ Էլ չէ ասում հիշենք, ասում հանձնենք։ Հանձնենք։ Սա բարոյական դատավճիռ չէ, սա ընտրության հարց է։ Ու տենց է, իրականությունն է։ Սա կարող է մի քիչ էս կոմենկոմ ես շտկումներն եմ անում, էս օրվա կա բանի մեջ, բայց ինչ որ կա գլոբալ իմաստով սա ճիշտ է, իրականությունն է։ Սա իրականությունն է։ Եվ եթե մենք վերաձևակերպումներ տանենք մեր դիրքորոշումների ապրելու ուղղության, ապրելու նպատակների, գործունեության նպատակների մեջ չի լինի, չի ստացվի։ Ասկի եթե մեր ապրելու գործունեության նպատակը դա պետություն ստեղծելը չի, այն պետություն, որը հիմնված է իր ազգային գաղափարախոսության, ազգային կրոնի, ազգային տեսակի պահպանման, հզորացման, եթե դրան չի ուղղված, ուրեմն դա չի լինի ոչ մի բան, չի մնա տակը ոչ մի բան։ Մանավանդ փոքր պետությունների համար։ Որովհետև վարչապետի աշխատակազմի տարեկան ծախսերը կազմում է $65 միլիոն։ $65 միլիոն աղքատ երկրի, ապարքով ապրող երկրի աշխատակազմի ծախսերն է, որը ավելացվել է 4 անգամ Նիկոլի կողմից, այսինքն 4 անգամ բազմապատկվել է, 4 բանի Սերժիկին էինք ասում, 4 անգամ ավելացվել է Նիկոլի կողմից։ Այժմ նա ավելի շատ է, քան Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի եւ Բելգիայի թագավորական ընտանիքների ծախսը միասին վերցած, այսինքն Նիկոլ Փաշինյանը ինքը մենակ այդ բոլոր թագավորներին միասին վերցած իրենցից լավ ապրում, իրենցից շատ է ծախսում։ Հայաստանը, որը պարտքով ապրող երկիր է։ Դանիայում թոշակառուն ձեռի փող չի տալի։ Նույնը Իսպանիայում թոշակառուն չի մտածում վաղը ինչ ա ուտելու։ Նա իր ապրուստը ապահոված է։ Չի մտածում որտեղ ապրելու։ Ոչ Իսպանիայի, ոչ Ֆրանսիայի, ոչ Դանիայի, ոչ միտեղ դա չեն ասում, չեն մտածում դրա մասին։ Դանիայում հարցեցին դու ինչքան թոշակ ես ստանում, հա? Ասեց ինչ կարևոր է։ Ինձ հերիքում է։ Ասեց ինչքան ունես հավաքած, ինչու ես հավաքում, ինչքան ունես այդպես բաներ, հա, կուտակած, ասեց ինչի համար։ Պետությունը իմ ամեն ինչ անում է, փողը պահում եմ, ինչ անեմ, ինչն է այդ թոշակը։ Կոֆեի մանր-մուներ բաների համար լինի, բանից հերիք է։ Տունը կա, ապրուստը կա, դեղերը կան, եթե խնդիր ունեմ, առողջական ամեն ինչ ապահոված է։ Փողը բանկում ինչ եմ անում ես։ Ու տենց 4 երկիր Նիկոլի հետևից չեն ասում, որտեղ թոշակառուն $100 բան թոշակ ու 20,000 դրամը մտածում են ավելացնեն, թե չէ, մեկ այլ կյանքում բան չի փոխելու։ Ինչի ավելացնենք, հենա թող $65 միլիոն գա մեզ։ Սա մասին պետք է խոսան, չէ, սա մասին չեն խոսա։ Գիտեք ինչի, որտեղ սա դիագնոզ է։ Սա ոչ մի բարոյական սահմանների մեջ չի տեղավորվում, սա բանի մասին չի, խաղաղության մասին չի, սա քաղաքական չի, սա բարոյական հարթության վրա դրված եւ ավելի խորքը գնացող պետության առաջնահերթության, պետության ռեսուրսների ծախսման տրամաբանության եւ պետական քաղաքականության մասին է, որը մեկ բառով կոչվում է հանցագործ։ Հանցագործ։ Դրան գումարացել 26 թվականին 1.5 միլիարդ դրամով ավելացել է իր աշխատակազմի ծախսերը։ Այլուս դա ամեն ինչը 1.5 միլիարդ դրամով ավելացել է իր աշխատակազմի ծախսերը։ Քիչ է այս մատն։ Բա դրա համար թոշակառուն պետք է սոված մնաս, ամեն ինչը ոնց կարող է լինել, եթե մարդկանց թոշակ տային։ Եթե մարդկանց թոշակ տային,
ինքը չէր կարող 4 անգամ ավելի շատ ծախսել իր աշխատակազմի իր կայֆերի վրա, քան Դանիայի թագավորը։ Ինքը ավելի 4 անգամ ավելի շատ է ծախսում, քան Դանիայի թագավորը իր վրա, կամ Իսպանիայի թագավորը։ Եսի տակ անկապետությունն է, ժողովուրդ ջան։ Սա իր ասած այս բոզապետությունն է, կներեք, իր ասածն է սա, ու ինքը սա իրականացնում է։ Ովքեր էս ամեն ինչին համաձայն են, իրանք հենց այդ որակի են։ Սա ես չեմ ասում, սա փաստն է ասում այս մասին։ Ադամը թոշակը 20,000-ով բարձրացնեք, թոշակը խնդիրները չեն լուծվում։ Ինչի 20,000 թոշակ ավելացնենք, հենա 1.5 միլիարդով մեծ ծախսերը կավելացնենք, ճիշտ է ասում։ Գնանք Իրանում շատ վատավիճակ է, շատ։ Ունենքան վատա, որ 3 օրյա սուգ է հայտարարվել, այդքան մարդ է մահացել, ասեմ 4 տարուց անցել արդեն քաղաքացիների շրջանում սպանվածները։ Բայց կան նաև իրավապահների շրջանում մահացածներ, ասում են 40-ի մոտ կամ մի քիչ ավել։ Եվ ինչ են ասում ամերիկյան մամուլում, Fox-ում, Թրամփական, ասում են Իրանի կոլապսը կլինի նույնքան կարևոր պատմական իմաստով, ինչքան Բեռլինի պատի փլուզումը պատկերացնում եք։ Պատկերացնում եք Թրամփի համար ինչքան կարևոր է Իրանի փլուզումը, ոնց որ Բեռլինի պատի փլուզումը, Բեռլինի պատի փլուզումը կարևոր էր գերմանացի ժողովրդի համար, որ նրանք կարողանային միավորվել։ Թրամփի Fox News-ը Իրանի հնարավոր կոլապսը քան պատմական կարևոր է համարում։ Դե հասկանում ենք ով է Թրամփը, ում խոսնակն է, ում միկրոֆոնն է։ Սարսափելի անվերիճակ է Իրանում, նայեք սա, այսօր կրակել են ժողովրդի վրա։ Ու սա չի մարում, սա չի էլ մարելու, ոնց որ հասկանում եմ, եթե այդ իմ ակնկալած իմաստությունը չդրսևորեն, կառավարիչները Իրանի, իրանք կկորցնեն ոչ միայն իշխանությունը, այլ նաև երկիրը, պետությունը, պետականությունը, որտեղ այդ Ռեզա Փահլավին դանդաղները սրած նստած անդե սպասում է։ Ամեն գնով է սպասում իր իշխանության վերականգնմանը, իր մոնարխիայի վերականգնմանը, պատկերացնում եք, ամեն գնով։ Ես պետք է ասեմ, որ շահի ժամանակ ինչքան էլ ազատություններ կա ժողովրդին, դուք չեք պատկերացնի աղքատության եւ ծայրահեղ աղքատության տարբերությունը։ Ծայրահեղ աղքատության տարբերությունը։ Այդ ունեցած բաների ազատությունների հետ միասին վերցած։ Իրանում ինչ է ծայրահեղ աղքատությունը չկա։ Բայց դե, այս ժողովուրդը այսօր անկախությունն ազում, ազատություններ է ազում։ Եթե Իրանի ղեկավարները չկարողացան հարցը լուծել, ասում կորցնել են ոչ միայն իրենց իշխանությունը, այլ երկիրը, որը մեր համար ուղղակի կատաստրոֆա է, մեզ հայերիս, հայկական պետականության համար։ Ես չգիտեմ ինչ բառեր արդեն կարելի է դրան օգտագործել։ Սա ուզում եմ այս տեսարանը մի հատ նայեք, սա Նյու Յորքում է։ Նյու Յորքում այդ Թրամփի ագենտները մտել են չինական թաղամաս, Chinatown, Նյու Յորք։ Կանալ Սթրիթով Նյու Յորքում ապրում, երևի կիմանա, այս տարածքում է եւ փորձում են միգրանտ բերել են։ Նյու Յորքում իրանց ուղղակի վռնդում են։ Oh my God, guys, I'm shocked, but ICE has already reached New York City, which is a sanctuary state, and this is Canal Street, basically New York, Chinatown, and just check out what's happening. People are not happy about it at all. So they're not letting them do anything, basically, and take anyone, which is amazing. I love it, and everyone is standing up, because that's how... Ոչ մեկին չեն կարողանում բռնել եւ գնում են։ Մարդիկ ասես կանգնում են իրենց ընկերների համար, չեն թողում ոչ մեկին որ ձեռբակալեն։
Սա Նյու Յորքն է։ Նյու Յորքն է, որտեղ քաղաքապետը Մանդանին սանձ զգուշացրել է, ցանկացած օրենքի խախտում դուք պատժվելու եք, եւ երեք տեսանք մետրոյի մեջ ոնց էին ոստիկանները այսի անդամների ձերբակալում։ Մինեսոտայի կնոջ սպանությունից հետո, երբ որ սրանք սպանեցին են կնոջը, այդ տարածքում, այդ որտեղ որ ապրում են, այդ փաստորեն սրանք տեղափոխվում են քաղաքից քաղաք եւ ապրում են հյուրանոցներում։ Եվ այդտեղ եղել են Hilton ցանցի հյուրանոցներից մեկում։ Hilton ցանցը որոշում է կայացնում չընդունել երբևէ այլևս այսի բաներից, ագենտներից, ուղղակի արգելել է իր ցանցերին, այդ մարդասպաներին թողնել իրենց հյուրանոցներում ապրել։ Այսօր Թրամփը հայտարարում է, որ ինքը հրամայում է ամբողջ պետական աշխատակազմին չօգտվել Hilton-ի ցանցից։ Շիզոֆրենիան տանիքները բանը լրիվ ամերիկյան Նիկոլն է, իրան թվում է ինքը կարա հրամայի ամբողջ պետական ապարատին չօգտվել ինչ որ հյուրանոցի ծառայություններից։ Ինչ այդ հյուրանոցը պատժում է այդ մարդասպաներին, ասում է, ես իմ ծառայությունը ձեր չեմ տալի։ Դա մասնավոր հիմնարկ է, ասում է, ես իմ ծառայությունները ձեր մարդասպաներին չեմ տալի։ Պետության նախագահը ասում է, իմ աշխատողներին իբրև սեփականությունն է, էլի այդ աշխատողները։ Ոչ մեկ իրավունք չունի օգտվել այդ Hilton ցանցից։ Սա այստեղ ամենում մենակ։ Սա այստեղ անում իր հիմնական զենքը այս բանդիտներն են, որոնցով ահաբեկում էր այս կանի մի տարի ամբողջ։ Սա իր զենքն է կորցնում ձեռքից։ Կորցնում է, որովհետև նահանգներ կա չէր կարողանում մտնի եւ իր գործունեությունը այս կնոջը սպանելուց եւ ոչ միայն այս կնոջը, եկել անում են Կալիֆոռնիայում էին սպանել։ Ավելի բարթանում է։ Իսկ Նյու Յորքի նման բան քաղաքում էլ ոչ մի բան չեն կարողանում անել։ Իսկ Նյու Յորքը ամենաէմիգրանտ քաղաքն է։ Ամենա դու ուստեղ որ երևի միսս փորձել եք, իմի 10-15%-ը, եթե ոչ ավել էմիգրանտներ են։ Ու եթե ինքը ստեղ չի կարողանում ոչ մի բան անել, ասենք Նյու Յորքում եկան մարդը ապրում, ինչքան ասենք այն մանր-մունր նահանգներում են։ Սա նայենք։ Եվ գերագույն դատարանը մեղավոր է ճանաչել այդ կնոջը սպանող ագենտին։ Վերջ։ Եվ հարցնում վերջում ուզում եմ Էական է, որ Փաշինյանն Ալիևին առաջարկում է չխոսել Հայաստան-ադրբեջանցիների։ Դուք այդ իրանն ինձ մի տվեք։ Անբարոյականությունը երևի աշխարհում իրանից է ստեղծվել։ Տեսեք ուզում։ Եվ մեր հայրիկին Ինչ եղել, ինչ եք ստեղծել։ Իսկ ինչ ես նայում եմ հետ օտարաշ չկա, սա հայ են կար։ Ինչ ա եղել դեր մեջ, ինչ ա անկել դեր մեջ։ Նահ ворթ է, նահ ворթ է ворթ։ Ոչ խելք ունի, ոչ ուղեղ ունի, ոչ ապագա ունի, ոչ ներկա ունի։ Նահ ворթ։ Դե ընկերան մեր հայության մեջ սաղս հայ են կատեջա։ Այ բալաջան, սաղս հայ են։ Ուրիշ բան չկա, ինչ եք ընկել։ Եկեղեց դեր, մեկը սենց արեց, մեկը կերավ, մեկը տարավ։ Այո, այս ները մի հատ